Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Նոա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ խաղի մամուլի ասուլիսը Հայաստանի գավաթի 400 եզրափակիչ պատասխան խաղից հետո մարզիչը սկզբում կխոսի խաղի մասին, այնուհետև հարցեր կլինեն. First about the match after. Okay. I'm very happy about this match. Our boys came in very strong in the first half. Շատ գոհ եմ այս խաղից, իմ տղաները հենց առաջի կեսից շատ ուժեղ սկսեցին. Sometimes when you are in front leading 3-0 in halftime, the team sometimes relaxes, but we don't do this today. Երբեմն երբ որ դու առաջին կեսում արդեն հաղթում ես 3-0, թիմը կարող է մի փոքր հանգստանալ, բայց մենք դա չարեցինք այսօր. We took this game as serious and professionally. Մենք այս խաղը շատ պրոֆեսիոնալ եւ խաղին շատ լուրջ վերաբերվեցինք. Also we had some chance to give also some more minutes to the guys that have been doing a very good job, and sometimes it's not easy to put them to play. Եվ նաև սա հնարավորություն էր այս խաղում երկար խաղաժամանակ տալ այն ֆուտբոլիստներին, որոնք շատ աշխատանք են անում, որպեսզի ստանան այդ խաղաժամանակը, բայց հնարավորություն չենք ունենում նրանց տալ, այսօր դա ստացվեց. But most important is shows the quality of players that we have and the power that we have inside the dressing room. Բայց ամենակարևորը այն էր, որ ցույց տվեցինք ֆուտբոլիստների որակները եւ ուժը, որը որ մենք ունենք մեր հանդերձարանում. So very happy for the first half. In the second half I feel that the quality was not the same from us. Շատ գոհ եմ առաջին կեսից, բայց երկրորդ կեսում ես զգացի, որ որակը այդքան էլ մեզ նման չէր. But still we kept looking at the goal and trying to put more goals into the score. Բայց այնուամենայնիվ մենք շարունակում ենք ճանապարհներ գտնել գրավելու դարպասը, փորձել գրավել դարպասը. Also I want to give a special word for the team of Ganzasar that never put their arms down. Նաև ցանկանում եմ լավ խոսքեր ասել Գանձասարի մասին, նրանք երբեք թևաթափ չեն լինում. They were a worthy opponent. So and I was also to wish them good luck to continue for the championship. Նրանք շատ լավ մրցակից են, ես ցանկանում եմ նրանց հաջողություն մաղթել առաջնությունում. And as a whole we are in the semi-finals, which for us is something that we were looking forward, so I'm very happy. Եվ եթե ընդհանրացնենք, ես Եվ եթե ընդհանրացնենք, մենք կիսաեզրափակում ենք եւ այս արդյունքի համար ես շատ գոհ եմ, ուրախ եմ. Also I want to congratulate Zavan for his first professional goal. Նաև ցանկանում եմ շնորհավորել Զավենին առաջին գոլի կապակցությամբ գավաթում. I hope this is a progress for him. Հույս ունեմ, որ սա առաջընթաց կլինի նրա համար. But also to the rest of the guys that did a very good job. Very happy. Եվ ընդհանրապես բոլոր տղաներից շատ գոհ եմ, նրանք շատ լավ աշխատանք կատարեցին. Coach, congratulations. I want to ask about Artur Cornelia. He made his second official game for Noah, second clean sheet. Good luck. Yeah, I'm very happy with Artur. Very happy, as I said before. He's been making a very big progress since he started with us. Շատ գոհ եմ Արտուրից, նա ինչ միացել է մեզ, շատ մեծ առաջընթաց է ապրել. As I said before, we have three very good goalkeepers. Also, I think that Artur being a possibility also for the national team is a very good choice for if being called up, of course. Ինչպես ես նախապես էլ խոսել էի, որ մենք ունենք 3 շատ լավ դարպասապահ եւ Արտուրի մասին կցանկանամ նշել, որ նա Հայաստանի հավաքականի համար էլ շատ լավ տարբերակ է, եթե իհարկե նա հրավիրվի. It's not easy for a young goalkeeper to come in, and be stable and be without any mistakes. Հեշտ չէ ետեսարդ դարպասապահի համար ստաբիլ խաղալ առանց որևէ սխալների. But this only makes what I was saying before, that we have very good 4 goalkeepers in this case, and that I'm happy with all of them. Եվ սա խոսում է այն մասին, որ ես ասում եի, որ մենք ունենք 3-4 այս դեպքում շատ լավ դարպասապահ եւ ես շատ գոհ եմ. Ակումբը ստադիոնի թունելը վերափոխել էր, ինչպես արձագանքեցիք դուք եւ ֆուտբոլիստները, երբ տեսաք անակնկալը? Yeah, it's fantastic, it's when you are playing at home and to have these memories from what we have been doing until now, it's great. So for me it was a big surprise, and I want to thank the club for what they do, because of course this is an extra emotion and extra motivation to put on the pitch.
Այո, իսկապես ֆանտաստիկ էր, շատ հրաշալի անակնկալ էր, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին այս կատարած աշխատանքի համար, սա նաև լրացուցիչ էմոցիաներ են եւ լրացուցիչ մոտիվացիա է դաշտում. I know for the boys also this was something that they like, and once again thank you for this surprise. Ես գիտեմ նաև որ տղաներին էլ շատ է դուր եկել այս անակնկալը եւ կրկին շնորհակալ եմ անակնկալի համար. Okay, good night. Thank you.